Ում ես ամենաշատը կարոտում։ Ամենաանկեղծ պատասխանը երևի թե այսպես է լինում, առանց խոսքերի։ Ամենաանկեղծն ու գուցե ամենաշատը հենց իրենք են կարոտում։ Կարոտում են մեկին, ով իրենց չի մեղադրի, գնահատականներ չի տա, տարօրինակ չի համարի։ Ավան հոգեկան առողջության կենտրոնի մանկական բաժանմունքն է։ Իմ համար ամենակարևորը երևի իրանց այդ ապահովություն տալն է, անվտանգ միջավայրի ստեղծումը, լինելու իրանց կյանքում այն մեկը, չգիտեմ, ասեմ անձ, թե կերպար, որ իրենք դեռևս չեն ունեցել։ Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, դեռահասությանը հատուկ ներքին ու արտաքին բախումներ։ Այստեղ աշխատանքը հաստատ սովորականներից չէ։ Այս բաժանմունքում դու տեսնում ես մարդկանց, ովքեր որ նոր են այդ տրավմատիկ փորձառության միջով անցել, հենց նոր են անցել, նոր են այստեղ հայտնվել, առաջին անգամ են հայտնվել ու իրենց անձը դեռ ձևավորված չի։ Ուստի հենց այս փուլում հոգեբույժի ու հոգեբանի համատեղ լիարժեք ու համակողմանի աշխատանքը հաստատ առավել արդյունավետ է լինելու։ Ունենում ես այն հույսը, որ միգուցե ավելի հասուն տարիքում իրանք էլ այստեղ չհայտնվեն։ Հոգեկան առողջության հետ կապված տարբեր ախտորոշումներ, ամենատարբեր հոգեկան աշխարհներ, բայց մեկ զգացողություն, որ նրանք գրեթե բոլորը, գրեթե միշտ ունեն՝ չհասկացված լինելու զգացողությունը։ Ու դա օբյեկտիվորեն պայմանավորված, որովհետև նրանց ներաշխարհը ունի իր յուրահատկությունը։ Ու այդ յուրահատկությունից ելնելով կարծես թե հոգեբանը դառնում է իրական օբյեկտիվ աշխարհի ու այցելուի ներաշխարհի միջև այն միջանկյալ գոտին։ Հաճախ այդ երկու աշխարհները իրարից տոտալ տարբեր են։ Շատ հետաքրքիր մտածողություն ունեն։ Այստեղ էլ եմ ասում, ճիշտ ու սխալ չկա, բայց կյանքին կարող են նայել այնպիսի մի տեսանկյունից, երբ որ մեր մտքով անգամ կյանքում չի անցնի, որ կյանքը կարող է այդ սպեկտրն ունենա։ Հոգեբանները հոգեբույժների աշխատանքին միանում են որոշակի փուլում, երբ դեղորայքային բուժումն արդեն տեսանելի արդյունք է տվել ու ժամանակն է այն ամրապնդելու։ Հենց այս փուլում պակաս կարևոր չէ հոգեբանական աշխատանքը նաև պացիենտի հարազատների հետ։ Երբեմն ընտանիքի անդամները հոգեկրթության մակարդակով տեղեկացնում են, որ գիտեք, ձեր հարազատը SSS կարողություններն ունի, ավելին մեկ պահանջի, որովհետև երբեմն հարազատի համար դժվար է դա ընդունելը եւ պահանջում են այնպիսի բաներ, որ այդ մարդու հոգեկան ի վիճակի չի դրատակից դուրս գալու։ Այստեղ էլ ալինում բախումները, երբ որ ընտանիքի անդամներին ընկալում են որպես ինձ չհասկացող մեկին։ Ավան հոգեկան առողջության կենտրոնում պարբերաբար ներդրվում են հոգեբանական աշխատանքի տարբեր մեթոդներ, վերջինը կիրառական վարքաբանական վերլուծությունն է։ Կիրառական վարքաբանությունը ոչ միայն դիտարկում է վարքը, այլ հետազոտում է նրա հաճախականությունը, ուժգնությունը, հետազոտում է, թե ինչ պատճառով է առաջացել վարքը, ուր է տանում վարքը, ինչքան երկար է պահպանվում վարքը, այդ տևողությունն ենք ուսումնասիրում, որից հետո կազմում ենք համապատասխան պլան յուրաքանչյուր պացիենտի համար անհատականացված պլան։ Անհատականացված պլաններին ու անհատական մոտեցումներին զուգահեռ հոգեկան խնդիրներով թե առանց դրանց աշխարհից ու մարդկանցից բոլորս էլ նույնն ենք ուզում՝ սեր ու հասկացված լինել։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն։